Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակի նախաձեռնությամբ Երևանում կրկին նշվում է Եվրոպայի օրը, Եվրոպական միասնության եւ Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ 75 տարի առաջ 1950 թվականին Շումանի հռչակագրով Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն, հակամարտության եւ պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը, ապագան անցյալի փոխարեն, խաղաղությունը պատերազմի փոխարեն, միասնությունը պառակտման փոխարեն։ Հարաբերությունները խիստ այսպես ակտիվ փուլում են, մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը Հայաստանի կողքին այս դժվարին մարտահրավերներով լեցուն գործընթացում եւ փուլում կանգնելու համար, Հայաստանին սատարելու համար դեսպան Մարագոսը անշուշտ կնշի այն բոլոր միջոցառումները, որոնք Եվրամիությունը նախաձեռնում է Հայաստանին աջակցելու համար, նաև ինտենսիվորեն զարգանում են Հայաստանի եւ Եվրամիության անդամ մի շարք այլ պետությունների միջև հարաբերությունները, մասնավորապես Լիտվայի, Նիդերլանդների հետ այս տարի կնքվեց ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Եվրոպան տեսել է երկու աշխարհամարտ, երբեմնի հակառակորդներ Ֆրանսիան ու Գերմանիան ընտրեցին շատերին անհնարին թվացող խաղաղության ու գործակցության ճանապարհը։ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով սա եւս մեկ անգամ փաստում է, որ Եվրոպան պայքարել եւ այսօր էլ շարունակում է պայքարել հանուն արժեքների, բարեկեցության, ազատության եւ գործակցության։ Եվրոպական միությունը հանձնառու է խաղաղությանը, գործընկերությանն ու գործակցությանը Եվրոպայում եւ Անդին։ Եվրամիությունը հարմարվում է նոր իրողություններին, ամրապնդելով իր դիմակայությունը միության ներսում ու տարբեր ոլորտներում։ Անվտանգությունն ու պաշտպանությունը դրանցից են, բայց մեր ուշադրության կենտրոնում են նաև գլոբալ մարտահրավերները, մասնավորապես անցումը կանաչ կառավարմանը եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Այս առումով Հայաստանը նշանակալից դեր է ստանձնելու, հյուրընկալելով ՄԱԿ-ի կենսաբազմազանության գագաթնաժողովը 2026 թվականին։ ԵՄ դեսպանի խոսքով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Ըստ նրա հազվադեպ կարելի է տեսնել, որ Եվրամիությունն այսքան կարճ ժամանակահատվածում խորացնի կապերը որևէ երկրի հետ։ Եմեն Հայաստանում տեղակայել է իր քաղաքացիական առաքելությունը եւ երկարաձգել դրա մանդատը։ Մենք մեկնարկել ենք մուտքի արտոնագրերի վերաբերյալ երկխոսությունը Հայաստանի հետ։ Սա հստակ ազդակ է մեր բարեկամության խորացմանը։ Բացի այդ, առաջին անգամ Հայաստանին տրամադրվել է աջակցություն եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում։ Զգալիորեն ավելացվեց նաեւ ԵՄ ֆինանսական աջակցության փաթեթը։ Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունությանը, կապերի ամրապնդմանը, առևտրի եւ էներգետիկ ոլորտների ընդլայնմանն ու խթանմանը։ Այս ամենը կյանքի կոչելու համար ԵՄ-ն տրամադրել է 270 միլիոն եվրո։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ շնորհավորեց տոնի առթիվ, ապա հիշեցրեց 2023 թվականին Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որոնցում ասվում է, որ Հայաստանը հաստատակամ է Եվրամիության հետ բազմաշերտ գործակցության խորացմանը։ Ըստ նախարարի հետագա քայլերը փաստեցին, որ այս ուղղությամբ Երևանի կամքն ու վճռականությունն անփոփոխ են։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի թե ստորագրումը եւ թե նաեւ գործնական կիրառումը հենց շատ կարեւոր ուղենիշային քայլ է այս ճանապարհին, հաշվի առնելով դրանում ամրապնդված այն բոլոր սկզբունքները եւ այն բոլոր միջոցառումները, որոնք որ նախատեսված են։ Համաձայնագրի կիրարկման հարցում ես չափազանց կարեւորում եմ Եվրոպական միություն քաղաքացիական հասարակություն պլատֆորմի գոյությունը եւ նաեւ արդյունավետ գործունեությունը եւ պիտի փաստեմ Հայաստանի Հանրապետության վճռականությունը ճանապարհային քարտեզով նախատեսված բոլոր միջոցառումների ոչ թե կատարման, այլ արդյունավետ կատարման եւ հողի վրա շոշափելի արդյունքներ գրանցելու հարցում։ Ներքին գործերի նախարարը եւս կարևորեց վիզաների ազատականացման գործընթացը։ Նրա խոսքով այն իր դրական ազդեցությունը կունենա տնտեսության, ներդրումների, նոր կապերի եւ շփումների վրա։ Սա լավ առիթ է, լավ հնարավորություն է արժեքաբանական առումով փոփոխելու այն բոլոր ռազմավարական մոտեցումները, որոնք կարող են լինել ժողովրդավարական պետություններում։ Իշահ բնականաբար տվյալ երկրի ժողովրդի եւ տվյալ երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ստեղծման նաեւ եւ ինչու ոչ ապա նաեւ կայացման։ Եվ ես պիտի փաստեմ, որ Եվրոպական միության այդ վիզաների ազատականացումը թույլ պիտի տա նաեւ շատ ավելի կարեւոր նվաճում ունենալ մարդկային շփումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Եվրամիության քաղաքացիների միջև։ Ներկաները հույս հայտնեցին, որ այսուհետև Եվրոպայի օրը Հայաստանում կնշվի պետական մակարդակով։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։